Հուլիսի 21-ին ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանը։ Դեպքի վայրը հայտնի չէ, ինքնասպանության հասցնելու մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտի և ժամկետային զինծառայողի։ Պաշտպանության նախարարությունը մինչ օրս ոչինչ չի հայտնել դեպքի մասին։ Այս տարվա հունիսին զորամասերից մեկում հայտնաբերվել էր ևս մի զինծառայողի Արամայիս Գևորգյանի դին։ Գործը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի տվյալներով 2025-ին զինված ուժերում մահվան 35 դեպք է եղել, որոնցից 8-ը սպանություն կամ ինքնասպանություն, իսկ 2024-ին 40 մահերից սպանություն և ինքնասպանություն են եղել 12-ը։ Այս դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մարտական դիրքերում, ինչպես 2025 թվականին 2 ամսվա զինծառայող 21-ամյա Վահե Զաքարյանի պարագայում։ Նախ ասեմ, որ տղաս բժշկական հոդվածներ ուներ եւ ընդհանրապես չպետք է գտնվեր մարտական դիրքում, մարտական հերթապահության, բայց հրամանատարը թվաքանակ է լրացրել ընդամենը եւ հաշվի չառնելով Վահեի սրտի արիթմիայի խնդիրը բժշկական հոդվածները, որը որ արգելվում էր նրան գտնվեր մարտական դիրքում, մարտական հերթապահության, նրան ուղարկել է մարտական դիրք, մարտական հերթապահության։ Զինված ուժերում առկա խնդիրները հաճախ վերագրվում են ընդհանրական կոնցեպտներին ու մնում անհասցե։ Խնդիրը կրթության մեջ է, մշակույթի, հասարակության եւ այլն։ Բանակում ինքնասպանությունների ինչ շոշափելի պատճառներ կան ու ավելի հասցեավորված լուծումներ։ Մեծագույն խնդիրը, որ այստեղ կա, դա վերահսկողությունն է, սպայական, հրամանատարական վերահսկողությունն է։ Այստեղ իր հերթին կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ խնդիրները այն է, որ բանակում այսօր սպաների թիվը տարբեր օղակներում հնարավորություն չի տալիս համալրման բարձր աստիճան ապահովելու, ըստ այդմ էլ անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու համար։ Որևէ բողոք չի կարող քննության առարկա դառնալ, արդյունավետ քննության։ Օրինակ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվեց ազդարարի, անանուն ազդարարի մեխանիզմը, որ ասենք զինծառայողը կարող է ահազանգ հնչեցնել զինվորական ծառայության հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Բայց այդ հավելվածը, որը բջջային հավելված է, ասենք կամ ինտերնետային, չի կարող օգտագործել, որովհետև զինծառայողները բջջային հեռախոսներ կրելու իրավունք չունեն։ Կոնկրետ բացասական գործոնների ազդեցություն Հնարավոր է արդյոք պետական հիմնարկներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ հանրային նշանակության կազմակերպություններին առնչվող ազդարարման մասին օրենքը, որը ընդունվել է 2017-ին, համարել կանխարգելիչ գործոն մի համակարգում, որտեղ ճնշումների մասին խոսելը չգրված օրենքներով կարող է աղետաբեր լինել։ Ազդարարման համակարգը երևի 20 տարից ավելի է գործում է։ Տարբեր զորամասերում դրանք գործում էր առանձին հատվածներում տեղակայված փոստերի ժամանակ, այն ժամանակ ծրարով էր, բայց բնականաբար ժամանակի ընթացքում տեխնոլոգիաները զարգանում են։ Այլ բան է, որ յուրաքանչյուր մարտավոր նման խնդիր ունի ազդարարելու իր նկատմամբ անարդարությունների կամ ճնշումների մասին, մտածում է թե իր հայտարարածը ինչպեսի ազդեցություն կթողնի իր հետագա ծառայության վրա։ Այս հանգամանքը առկա է, վստահ եմ դեռ որոշ ժամանակ դեռ այս ամեն ինչը լինելու է եւ մնալու է։ Սրա մասին գիտեն սպաները, սրա մասին գիտեն հրամանատարները։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 2010-ից 17 թվականների ընթացքում սպանության եւ ինքնասպանության հետևանքով մահացել է 131 զինծառայող, 2018-ից 25 թվականներին սպանության եւ ինքնասպանության հետևանքով մահերի թիվը 120 էր, ոչ մարտական մահերի 28%-ը։ Ակնհայտորեն 15 տարի առաջ պարտադիր ժամկետայինների մասնակցությունը կամ ընդհանուր թիվը զինված ուժերում շատ ավելի շատ էր, քան այսօր։ Եվ այս պարագայում մենք չենք կարող վերցնել պայմանական եմ թվերն ասում 26 թվականին օրինակ գրանցվող 10 դեպքը եւ համեմատել 2015 թվականին եղած 10 դեպքերի հետ։ 1993-ից զինված ուժերում գործող զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունը այս գործառույթի համար պատասխանատու էին հրամանատարական տեղակալները, զամպալիտները։ Возьмем конкретный взвод, да? Взвод. Командир взвода должен знать, что происходит в этом взводе. То есть, кто как обращается с солдатами, как солдаты с друг другом обращаются. Если в этом взводе есть слабый парень, который не может постоять за себя, то есть он должен вовремя это пресечь, чтобы не дошло до такого, чтобы этот человек сам себе нанес вред. Или же наоборот, он возьмет оружие и перестреляет своих обидчиков.
2013-ին ներդրվեց սպա հոգեբանի հաստիքը, որի արդյունավետության շուրջ հարցեր են ծագում։ Ցանկացած փակ հաստատություններում բարձ վիճակագրությունն է, որ բարձրանում է սուիցիդալ ռիսկի հավանականությունը, բայց որ Արսենը ասեցի, այլ փակ համակարգերում, որտեղ օրինակ սոցիալական համագործակցությունը գերակշռում է, այդ նույն փակ համակարգը կարող է դառնալ կանխարգելիչ եւ ոչ թե ռիսկի ֆակտոր։ Ձեզ հետաքրքիր կլինի երևի իմանալ, որ օրինակ պատերազմական իրավիճակների ժամանակ հենց երկրի ներսում ինքնասպանությունների թիվը այդ ժամանակահատվածում նվազում է ի հաշիվ սոցիալական համագործակցության։ 44-օրյա պատերազմից հետո բանակում կարգապահության ու մարդու իրավունքների մասին զեկույցում մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ հոգեբանների թափուր հաստիքների համալրման խնդրին։ Իրավապաշտպանները լայն հանրությունը խնդիրը տեսնում են արատավոր բարքերի, բանակում գործող չգրված օրենքների, կիսաքրեական մշակույթի տարրերի առկայության մեջ։ Արդյոք ողբերգության հանգեցնող բարքերը հանրայնորեն քննադատվել ու քննարկվել են այս տարիների ընթացքում։ 2026-ին մինչ այժմ տեղի ունեցած 30 մահվան դեպքից 8-ը ինքնասպանություն է։